Հրապարակը գրում է. 3 մայր աթոռում եպիսկոպոսած ժողով էր, քննարկում էին եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը եւ իրենց անելիքները։ Ներկա էին նաեւ Վայոց ձորի եւ Մասյացոտնի թեմերի առաջնորդները, որոնք մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին եւ թույլ էին տվել, որ իրենց ներկայությամբ զեղչվի պատարագի վեհափառին վերաբերող հատվածը։ Հայ առաքելական եկեղեցու վերնախավի դիրքորոշումը բավականին կոշտ է եղել։ Որոշվել է չգնալ ոչ մի կոմպրոմիսի եւ պատարագի կարգի խախտումները չներել։ Նման խախտումներ կատարած քահանաներն ու պատարագներին ներկա գտնված թեմերի առաջնորդները, եթե զղջման չգնան, կարգալույց կարվեն։ Հիմա բոլորը սպասում են նրանց զղջման հայտարարություններին։ Կարգազանց սրբազանները շատ խեղճացած են եղել, հասկացել են, որ կոպիտ սխալ են թույլ տվել։ Նախ որովհետև հանրային մեծ պարսավանքի արժանացան, ապա որովհետև հայ առաքելական եկեղեցու վերնախավը զիջումների չի գնալու, հասկանալով, որ զիջում նշանակում է եկեղեցու կազմաքանդում։ Ժողովրդի տեղեկություններով Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրությամբ դիմել է ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանին, խնդրելով իրեն տեղափոխել ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Բաքրատ սրբազանի եւ Միքայել սրբազանի խուց, որպիսի ձերբակալված սրբազանների հետ գրի կալանքը։ Սակայն Երևան կենտրոն քրեակատարողական հաստատության ղեկավար կազմը մերժել է նրա դիմումը։ Հրապարակը գրում է. Սրբազան պայքարի գործով անցնող բազմաթիվ տղամարդկանց կալանքը տնային կալանքով կամ վարչական վերահսկողության փոխվելուց հետո չեն փոխում սակայն Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը։ Թերթն օրեր առաջ գրել էր ՔՊ կուլիսներում ընթացող վարկածներից մեկի մասին, թե Լիդիան էր Վահագն Ալեքսանյանի արդեն հանգուցյալ մոր հետ հայտնի միջադեպի ժամանակ բախվել։ Դա տեղի է ունեցել գարնանը, երբ սրբազան շարժման անդամները Նիկոլ Փաշինյանին անվստահության հարցումն էին անում։ Սակայն միշտ վարզանգված էլ կարծում է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի, քանի որ նա էր Փաշինյանի խրտվիլակով տպավորիչ ակցիայի գլխավոր հերոսուհին եւ կատաղի պայքար էր մղում, որ խրտվիլակին ոստիկանները բերման չենթարկեին։ Հրապարակը գրում է. պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ Փաշինյանը խոսել է պետական ապարատի արդյունավետությունից եւ առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն։ Մեծ մասը աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել։ Հավաքից հետո նա ենթականերին հրահանգ է իջեցրել, ուսումնասիրել, հաշվարկներ անել, թե ինչքան կկարողանան եկող տարվանից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը։ Դա ներկայացրել է իբրև քաղծառայողների կողմից ձևակերպված պահանջ, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների շեմին մոտ 8000 մարդու փորձում են իրենց կողմը գրավել։ Իսկ ապարատում կարծում են, որ վաղուց կարող էին իրենց աշխատավարձերը բարձրացնել, եթե վերևներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ չբաժանեին։ Ժողովուրդը գրում է. Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, ով մամուլի հրապարակումների համաձայն մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից է եղել, նախորդ տարի ներգրաված է եղել բնակարանների ձեռքբերման եւ օտարման գործընթացներում։ Տարիներ առաջ դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առ այն, որ Ասլանյանը 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դարձած, իր օրինակով հրահրել եւ ոգևորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել. Թողեք, հեռացեք, հակառակ դեպքում զորով հանելու ենք ձեզ։ Նրա նկատմամբ կիրառվել էր կալանք ընդամենը կես տարի, ինչից հետո ազատ էր արձակվել ստորագրությամբ։ 2021 թվականի մայիսին Ասլան Ավետիսյանը արդարացվել է, իսկ ամիսներ անց դարձել համայնքապետ։ Հրապարակը գրում է. չնայած թե Հովհաննավանքում, թե Թալինում եւ Արարատում պատարակների մասնակիցների թիվն ավելի մեծ է եղել, քան Վայոց ձորի Խաչիկ համայնքում, սակայն կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես գոհ է Վայոց ձորի պատարակից եւ հիացած է դրա գլխավոր կազմակերպիչ Վահագն Արսենյանով, Վայոց ձորի մարզպետով։ Դա պայմանավորված է նրանով, որ հենց Վայոց ձորում էր, որ առաջին անգամ հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդը մասնակցեց պատարակին։ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանի մասին է խոսքը։ Հենց այդ պատարակից հետո վեհափառին ամեն ինչով պարտական Մասյացոտ թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը գնաց Պարակտիչ պատարակին մասնակցելու։ Իսկ Վայոց ձորի թեմի առաջնորդին պատարակին բերելու հարցում ասում են, որոշակի դեր է խաղացել նորանշանակ մարզպետը, որը Ջերմուգրոպի սեփականատեր, ՀՀԿ-ական հայտնի օլիգարխ Սերժ Սարգսյանի վաղեմի մտերիմ Աշոտ Արսենյանի որդին է։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արսենյանները Վայոց ձորում դեռ հյուրընկալում էին Սերժ Սարգսյանին, եւ կրտսեր Արսենյանն անգամ ներկա էր քարոզարշավին։ Ուշագրավ է, որ Մասյացոտնի առաջնորդն էլ որոշակիորեն կապված է ՀՀԿ-ի հետ։ Նա Մասիսի կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մտերիմն է։